Բարի գալուստ մեր ալիք, ողջունում ենք ձեզ մեր ալիքում ու առաջարկում բաժանորդագրվել։ Մանեն դեռ շատ երիտասարդ էր, երբ ծնվեց իր առաջին որդին՝ Արամը։ Կյանքը նրան հեշտ չէր տվել ոչինչ։ Ամուսինը լքել էր նրան դեռ հղիության ժամանակ, և Մանեն մնացել էր միայնակ իր փոքրիկի հետ, առանց կայուն աշխատանքի, առանց աջակցության։ Սկզբում նա պայքարում էր, աշխատում էր օրը 12 ժամ, գիշերները չէր քնում, միայն թե Արամը ոչ մի բանից չզրկվի, բայց որքան անցնում էր ժամանակն, այնքան հոգնում էր, ներսում ինչ-որ բան կոտրվում էր։ Մի օր նրա կյանքում հայտնվեց Կարենը, հարուստ, ազդեցիկ, ինքնավստահ տղամարդ։ Նա Մանեին խոստացավ այն ամենը, ինչից նա տարիներ շարունակ զրկված էր՝ ապահովություն, հարմարավետություն, հանգիստ կյանք։ Սակայն կար մեկ պայման՝ Արամը չպետք է լիներ այդ կյանքում։ Մանեն երկար պայքարեց իր ներսում, մայրական սերը մի կողմ և հոգնածությունը մյուս, ցավալիորեն նա ընտրեց հեշտ ճանապարհը։ Արամը մնաց մանկատանը։ Այդ օրը, երբ Մանեն վերջին անգամ համբուրեց իր որդու ճակատը, փոքրիկը միայն մի բան ասաց՝ «Մամա, դու կգաս իմ հետևից»։ Մանեն չպատասխանեց, պարզապես շրջվեց ու հեռացավ։ Տարիներ անց Մանեն արդեն ուրիշ կյանքով էր ապրում, նա ամուսնացած էր Կարենի հետ, ուներ երկու որդի՝ Դավիթն ու Կարենը։ Ներողություն Նարեկը, նրանք ապրում էին մեծ տանը, ամեն ինչ ունեին։ Բայց նա երջանիկ չէր։ Ամեն գիշեր, երբ տունը լռում էր, Մանեն լսում էր մի ձայն իր ներսում՝ «Մամա, դու կգաս իմ հետևից»։ Նա փորձում էր մոռանալ, արդարացնել իրեն, ասելով, որ այդպես էր պետք, որ ինքն այլ ընտրություն չուներ, բայց սիրտը չէր համաձայնում։ Արամը մեծացավ առանց մոր, մանկատան տարիները նրան կոփեցին։ Նա սովորեց չլացել, չսպասել, չհավատալ, բայց մի բան երբեք չկորավ՝ սպասումը։ Նա միշտ մտածում էր՝ գուցե մի օր դուռը բացվի և մայրը վերադառնա, բայց այդ օրն այդպես էլ չեկավ։ Արամը դարձավ ուժեղ, խելացի երիտասարդ, սովորեց, աշխատեց, ինքնուրույն կյանք կառուցեց, բայց նրա ներսում մնաց դատարկություն, որը ոչ մի բան չէր լրացնում։ Անցավ 20 տարի, Մանեն ծանր հիվանդացավ, բժիշկներն արդեն հույս չէին տալիս։ Այդ ժամանակ նա հասկացավ իր կյանքում ամենամեծ սխալը ոչ թե աղքատությունն էր, ոչ թե դժվարությունները, այլ այն օրը, երբ նա թողեց իր որդուն։ Շատ դժվարությամբ, երկար տարիներից հետո նա գտավ նրան։ Արամն արդեն կայացած մարդ էր։ Երբ նրան ասացին, որ մայրը ցանկանում է հանդիպել, նա երկար լռեց։ «Ես մայր չունեմ», ասաց նա, բայց ինչ-որ բան ներսում ստիպեց նրան գնալ։ Հանդիպման օրը Մանեն հազիվ էր խոսում։ Երբ Արամը մտավ սենյակ, նա մի պահ չհասկացավ ով է այդ տղամարդը, բայց հետո տեսավ նրա աչքերը, այդ նույն աչքերը, որ տարիներ առաջ իրեն էին նայում մանկատան դռան մոտ։ «Արամ», շշնջաց նա։ Արամը լուռ կանգնած էր։ «Ներիր ինձ, ես ամեն օր եմ զղջացել, ամեն օր»։ Արամը երկար ոչինչ չասաց, սենյակում միայն շնչառության ձայնն էր լսվում։ Հետո նա մոտեցավ։ «Գիտես, ես քեզ երկար եմ սպասել», ասաց նա հանգիստ։ «Ամեն օր մտածել եմ՝ գուցե կգաս»։ Մանեի աչքերից արցունքները հոսում էին, բայց դու չեկար։ «Ես քեզ չեմ ատում», շարունակեց Արամը, «բայց այն երեխան, ով քեզ էր սպասում, այլևս չկա»։ Մանեն լաց էր լինում, նա անկարող էր խոսել։ Արամը մի պահ նայեց նրան, և առաջին անգամ նրա աչքերում երևաց ոչ թե բարկություն, այլ ցավ։ Նա դանդաղ մոտեցավ, նստեց նրա կողքին ու վերցրեց ձեռքը։ «Ես քեզ ներում եմ, բայց վերադարձ չկա»։ Բժիշկները վերջնականապես հայտարարեցին, որ Մանեի հիվանդությունը ծանր է և երկար չի դիմանա։ Նա հույսով նայեց իր երկու որդիներին՝ Դավիթին ու Նարեկին։ Նրանք էին նրա նոր կյանքը, նրա ընտրությունը տարիներ առաջ։ «Տղաներս», շշնջաց նա թույլ ձայնով, «ինձ մենակ չթողնեք»։ Սակայն նրանց աչքերում չկար այն ջերմությունը, որը նա երբևէ սպասել էր։ Դավիթը անհանգիստ շրջվեց։ «Մամ, մենք չենք կարող, մենք աշխատանք ունենք, ընտանիք ունենք, հիվանդանոցը կխնամի քեզ»։ Նարեկն էլ ավելացրեց առանց աչքերի մեջ նայելու. «Մենք կգանք, երբ կկարողանանք»։ Բայց նրանք չեկան։ Օրերն անցնում էին, և Մանեն հասկանում էր այն, ինչ նա տարիներ առաջ արել էր իր առաջին որդու հետ, հիմա վերադառնում էր իրեն։ Նա լքված էր։ Այդ ժամանակ էր, որ Արամը նորից հայտնվեց նրա կյանքում։
Երբ նա իմացավ, որ մայրը մենակ է հիվանդանոցում, լքված բոլորի կողմից, երկար լռեց: Նրա մեջ կրկին սկսվեց պայքարը հին ցավի ու մարդկային կարեկցանքի միջև: Նա կարող էր չգնալ, կարող էր ասել այդ է նրա ընտրության արդյունքը, բայց նա գնաց: Երբ Արամը մտավ հիվանդասենյակ, Մանեն չէր սպասում նրան տեսնել: Նրա աչքերը լայնացան զարմանքից: Դու եկա՞ր: Արամը մոտեցավ, նայեց նրան առանց խոսքի: Քեզ տուն եմ տանելու, ասաց նա վերջապես: Մանեն չհավատաց իր լսածին: Տո՞ւն: շշնջաց նա: Այո, հիվանդանոցը տեղ չէ մենակ մեռնելու համար: Մանեի աչքերից արցունքները հոսեցին: Նա արժանի չէր այդ բարությանը, բայց ստանում էր այն: Արամը նրան տուն տարավ: Նա ուներ փոքր, բայց ջերմ բնակարան: Այնտեղ չկար շքեղություն, բայց կար այն, ինչ Մանեն տարիներ առաջ չէր գնահատել՝ հոգատարություն: Արամը խնամում էր նրան ամեն օր: Դեղերը ժամանակին տալիս էր, ուտելիք էր պատրաստում, գիշերները չէր քնում, երբ Մանեն ցավերից չէր կարողանում հանգստանալ: Մի երեկո Մանեն նայեց Արամին ու ասաց. «Ինչու ես անում այս ամենը: Ես քեզ արժանի չեմ»: Արամը լռեց: «Գուցե դու ինձ մայր չես եղել», ասաց նա, «բայց ես մարդ եմ և չեմ ուզում, որ այսպես մնա»: Մանեն լաց եղավ: Այդ արցունքներն այլ էին, ոչ թե ցավի, այլ երախտագիտության: Օրերից մի օր դուռը թակեցին: Դավիթն ու Նարեկն էին: Նրանք վերջապես հիշել էին մորը, երբ արդեն լսել էին, որ նրա վիճակը շատ վատ է: Երբ նրանք մտան տուն և տեսան, որ Արամն է խնամում Մանեին, շփոթվեցին: Դու: ասաց Դավիթը: Արամը հանգիստ պատասխանեց. Այո, ես: Նարեկը գլուխը խոնարհեց: Մենք չէինք կարող: Արամը նայեց նրանց ուղիղ աչքերի մեջ: Գիտեմ, ես ժամանակին չկարողացա մայր ունենալ: Սենյակում լռություն տիրեց: Դավիթն ու Նարեկը ոչինչ չկարողացան ասել: Նրանք հասկացան, ինչ են կորցրել: